Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք օգոստոսյան ընդհանուր վերլուծության մասին եւ թե ինչպիսի սթրեսային լարված օրեր ենք ունենալու օգոստոսին եւ այս հոլովակը մի փոքր վաղ եմ տեղադրում, որպեսզի մենք կարողանանք հասցնել մեր կարևոր գործերը այն փոքրիկ ժամանակահատվածում, որը ես շուտով կնշեմ, որովհետև եթե օգոստոսին պլանավորած կարևոր գործեր ունեք, ապա այդ գործերը փորձեք տեղավորել օգոստոսի առաջին 10-օրյակի ընթացքում, սիրելիներս։ Բազմիցս նախորդ հոլովակներում նշել եմ, որ օգոստոս ամսին մենք ունենալու ենք խավարումներ և քանի որ խավարումները փոխում են մեր կյանքը, առաջացնում են մեր կյանքում լարվածություն, սթրեսներ, ցավոտ իրավիճակներ և ստիպում են մեզ փոխվել և հարմարվել այդ իրավիճակներին, ուրեմն մենք այնքան էլ հաճելի ամիս չենք ունենալու օգոստոսին, բայց դրա փոխարեն տեսեք ուրեմն սեպտեմբերն է լինելու հանգիստ, դինամիկ, այսինքն պետք է պարզապես հոգեբանորեն պատրաստվել օգոստոսյան այս ճակատագրական փոփոխություններին։ Սիրելիներս, արևի և լուսնի խավարումները նույն նշանների ներքո սովորաբար լինում են 9 տարին մեկ անգամ, այսինքն եթե մենք հետ նայենք վերջին անգամ արևի ամբողջական խավարում, որ այժմ մեզ սպասվում է օգոստոսի 12-ին առյուծի նշանի ներքո, ես այս մասին ունեմ արդեն մանրամասն հոլովակ, եթե դուք այն դեռ չեք դիտել, խորհուրդ կտամ դիտել և հասկանալ, թե ինչ փոփոխություններ է ձեզ բերելու այս խավարումը, ուրեմն այսպիսի արևի ամբողջական խավարում տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 21-ին և թեման նույնն է լինելու ձեր կյանքում, քանի որ յուրաքանչյուր նշանի համար որոշակի ոլորտներում է այս խավարումը փոփոխություններ առաջացնում։ Այնուհետև արևի մասնակի խավարում եղել է նաև 2018 թվականի օգոստոսի 11-ին։ Սիրելիներս, հիշեք, թե ինչ թեմաների շուրջ, ինչպիսի ոլորտներում են ձեր կյանքում եղել ինչ-որ կարևոր փոփոխություններ, ասենք օրինակ ամուսնություն, երեխայի ծնունդ, ամուսնալուծություն, կամ ինչ-որ կարևոր առքուվաճառք, կամ մտերիմ մարդու կորուստ, ուրեմն տեսեք, այս ամենը, ուրեմն չեմ ասում նույնությամբ, բայց թեմատիկայի առումով նույնն է լինելու և 2017-18 թվականների այս նույն թեման կրկնվելու է արդեն սկսած այս օգոստոսից, սիրելիներս։ Եվ ես նաև նշել եմ, որ այս արևի խավարումը, քանի որ ամբողջական խավարում է և ի ուրախություն մեզ Հայաստանում չի երևալու, որովհետև այն երկրներում, որտեղ որ խավարումը հնարավոր չէ դիտել, այդ երկրների վրա առանձնակի թույլ է աշխատում խավարումը, այս խավարումը իրոք շատ մեծ փոփոխություններ է առաջացնելու մեր կյանքում։ Դե ինչ, եկեք ընդհանուր քննարկենք, թե օգոստոսը ինչպիսի ամիս է լինելու։ Նախ ես նշեցի, որ մենք ունենք շատ կարճ ժամանակահատված կարևոր գործերը ուրեմն իրականացնելու համար, հիշում ենք, որ գրեթե ամբողջ հուլիս ամիսը մեր ինֆորմացիոն մոլորակ Մերկուրին հետընթաց վիճակում է և նշանակում է, որ մեր միտքը այնքան է սթափ չի աշխատում, մենք սխալ ենք խոսում, սխալ ենք հասկանում, մենք մոռացկոտ ենք դառնում, մենք կորցնում ենք շատ կարևոր իրեր, փաստաթղթեր, մոռանում ենք մարդկանց անուններ, այս ամենը իհարկե Մերկուրի ազդեցությունն է, պետք չէ վախենալ։ Հուլիսի 23-ից արդեն Մերկուրի մոլորակը կլինի առաջընթաց, սիրելիներս, այսինքն կարևոր գործերը, մեծ առքուվաճառքը, առողջական լուրջ խնդիրները, որոնք պլանավորում եք, ուրեմն այդ ամենը, որպեսզի ճշգրիտ լինեն, որպեսզի ի վնաս ձեզ չաշխատեն, ուրեմն պետք է իրականացնել հուլիսի 23-ից հետո մինչև օգոստոսի 10-ը, որովհետև միայն այս ժամանակահատվածն է նպաստավոր ցանկացած գործունեության համար,
այնուհետև երբ կսկսվեն խավարումները արդեն օգոստոսի 12-ից սկսած, իսկ դուք հիշում եք, որ խավարումը դա ընդամենը մեկ օրվա պատմություն չէ, մեկ ամսվա պատմություն չէ, այն շուրջ մի քանի ամիս, ներառյալ ուրեմն նախորդ ամսվա նորալուսնից սկսած, արդեն սկսում է աստիճանաբար փոխել, տրամադրել մեր կյանքը դեպի մեծ փոփոխություններ։ Նշանակում է ուրեմն այս կարճ ժամանակահատվածը, նշեմ նորից, հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 10-ը ձեր բոլոր կարևոր գործարքները, ձեր հարցերը բոլորը փորձեք իրականացնել այս կարճ ժամանակահատվածի ընթացքում։ Դե ինչ, ուրեմն օգոստոսի 6-ից ունենք շատ լավ ուրեմն դրական տրանզիտ, Վեներա մոլորակը ի վերջո լքում է կույսի նշանը, որտեղ իրեն այնքան լավ չէր զգում Վեներան եւ տեղափոխվում է կշեռքի նշան։ Մենք հիշում ենք, որ Վեներան ցուլերի եւ կշեռքների գլխավոր մոլորակն է, ուրեմն նշանակում է նա Վեներան այստեղ իր տանն է եւ շատերիս համար կարելի է ասել եւ անձնական փոխհարաբերությունները կսկսեն օգոստոսի 6-ից հետո ստացվել եւ մարդկանց կարող ենք շատ հեշտ հասկանալ, կշեռքները սովորաբար շատ լավ ուրեմն հասկանալու հոգեբանությունը մարդու ուրեմն զգալու հատկություն ունեն, Վեներան այստեղ այդ ամենին տիրապետում է։ Եվ նաև տեսեք կշեռքները Վեներային դարձնում են առավել շփվող, դարձնում են առավել գեղեցիկ, առավել հմայիչ եւ օգոստոսի 6-ից հետո ունենալու ենք այսպիսի լավ տրամադրվածություն դեպի մարդկությունը։ Օգոստոսի 9-ին Մերկուրի մոլորակը, որը արդեն վերջապես առաջընթաց է հուլիսի 23-ից հետո, կլքի վերջապես խեցգետնի նշանը, մուտք կգործի առյուծ, որտեղ եւ լինելու է խավարումը։ Եվ տեսեք, Յուպիտերը առյուծի նշանի ներքո է, Մերկուրին օգոստոսին առյուծի նշանի ներքո է, այստեղ արևը բնականաբար առյուծի նշանում է, եւ տեսեք այստեղ որքան շատ մոլորակներ են արդեն հավաքվում առյուծի նշանի ներքո, նշանակում է պետք է հասկանաք, թե առյուծի նշանը ձեզ համար որ ոլորտն է, որ թեմատիկան է իր մեջ ներառում, որպեսզի ուշադիր լինեք դրա հանդեպ։ Օգոստոսի 11-ին Մարս մոլորակը տեղափոխվում է Խեց գետին։ Սիրելիներս, Մարսը երբ երկվորյակում էր, իսկ ամբողջ հուլիս ամիսը մինչև օգոստոսի 10-ը Մարսը եղել է երկվորյակում։ Ուրեմն Մարսը տրամադրում է ակտիվություն։ Երկվորյակները ինքնին հանդիսանում են շփվող, ակտիվ էքստրովերտներ եւ Մարսը այստեղ իրեն այնքան էլ վատ չէր զգում, այսինքն այդ ակտիվությունը ագրեսիվության չէր վերածվում, սակայն երբ Մարսը օգոստոսի 11-ից մուտք է գործում Խեց գետին, այստեղ արդեն սկսվում է ներքին պայքար, որովհետև Խեց գետինները ինտրովերտներ են, Մարսը այստեղ իրեն ընկճված եւ չարացած է զգում, որովհետև չի կարողանում իր էներգիան ինչ որ մի կերպ արտահայտել եւ արդեն օգոստոսի 11-ից սկսած, տեսեք, Մարսի արդեն մուտքով Խեց գետին, այստեղ ունենալու ենք որոշակի ներքին լարվածություն, միգուցե չարտահայտված կոնֆլիկտներ, որոնք կարող են այս խավարումների միջանցքի ժամանակ հենց արտահայտվել։ Դե ինչ օգոստոսի 12-ին ունենալու ենք արևի ամբողջական խավարում առյուծի 20 աստիճանում, այս մասին մանրամասն խոսել եմ, չեմ անդրադառնա այս խավարմանը, պարզապես պետք է ուշադիր լինենք, որովհետև հաջորդ խավարումը մեզ մոտ օգոստոսի 28-ին է լինելու, սա նշանակում է, որ օգոստոսի 12-ից 28-ը ընկած ժամանակահատվածում ոչ մի կարևոր գործարք չենք կատարում, որովհետև խավարումների միջանցքում մենք խավար ենք տեսնում այդ ամեն ինչը որ պետք է կատարենք, մենք չենք կարողանում սթափ դատել, որտեղ մեր էմոցիաները գտնվում են ահավոր լարված վիճակում եւ ամեն ինչ մեր աչքին շատ չափազանցված է թվում, նշանակում է, հիշենք, օգոստոսի 12-ից մինչև 28-ը փորձենք մի փոքր ավելի նեյտրալ, ավելի ուրեմն ներամփոփ ապրել, շատ քիչ մարդկանց հետ շփվել, կարևոր գործեր չպլանավորել, որպեսզի կարողանանք հեշտ հաղթահարենք այս խավարումները։
Օգոստոսի 18-ին հյուսիսային և հարավային կետերը վերջնական մուտք են գործում առյուծ ջրհոս այս առանցքի վրա։ Սիրելիներս, այդ իսկ պատճառով ես նշել եմ նախապես, որ օգոստոսի 28-ին տեղի ունեցող լուսնի խավարումը, որը ձկների 4 աստիճանում է տեղի ունենում, այս խավարումը էապես այնքան էլ լուրջ փոփոխություններ չի առաջացնելու մեր կյանքում, որովհետև որտեղ հյուսիսային հարավային կետերն են, այնտեղ է ավելի ուժգին լինում խավարումը, իսկ հյուսիսային հարավային կետերը արդեն օգոստոսի 28-ի դրությամբ, նրանք 18-ից են տեղափոխվում, արդեն չեն լինելու ձկներ կույս առանցքի վրա, նշանակում է օգոստոսի 28-ին տեղի է ունենում լուսնի խավարում, ձկների 4 աստիճանում, որը մեզանից հեռացնելու է այն մարդկանց, այն իրավիճակները, որոնք մեզ խանգարում էին, և այս խավարումները արդեն սկսվել են 2025 թվականից և շատ ձկների, կույսերի կյանքում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել, ներողություն, կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել, ուրեմն կույսերի և ձկների կյանքում, և սա արդեն վերջին խավարումն է ձկների նշանում, և նշանակում է այս թեման, որը դեռ գալիս է անցած տարվա 25 թվականի դեռևս գարնանից, օգոստոսի 28-ին արդեն կփակվի, այսինքն եթե եղել են իրավիճակներ, ենթադրենք տատանումներ, որ ինչ-որ մի հարց պետք է լուծեք, բայց ինչքան ժամանակ է չեք կարողանում վերջնական լուծել, կամ ինչ-որ մի բանից ազատվել, կամ առողջական ինչ-որ խնդրով վերջնականապես զբաղվել, ուրեմն օգոստոսի 28-ի այս լուսնի խավարումը ձեզ կդրդի, որ վերջապես ազատվեք այդ խնդրից, և արդեն օգոստոսի 28-ից հետո կարելի ասել կարող ենք հանգիստ շունչ քաշել, և տեսեք օգոստոս ամիսը վերջանում է մի հոյակապ ասպեկտացիայով, Յուպիտերի, Սատուրնի տրին ասպեկտով, Յուպիտերը առյուծում է, Սատուրնը խոյում է, և այս ասպեկտացիան մեզ ամբողջ սեպտեմբեր ամիսը ուղեկցելու է, սա նշանակում է, որ մենք ցանկացած գործ կարող ենք իրականացնել սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Դե ինձ սիրելիներս, այսքան է օգոստոս ամսվա ընդհանուր նկարագրի մասին, բնականաբար կունենանք նաև առանձին նշանների օգոստոսյան կանխատեսումները, այսքանը այս հոլովակի համար, առայժմ կհանդիպենք հաջորդ հոլովակում։